Ապրիլի 4-ին Շիրակացու ճեմարանում տեղի ունեցավ առողջության կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումը կայացավ Մայր ճեմարանի տարածքում համախմբելով ճեմարանի սաներին, ուսուցիչներին, ծնողներին, բժիշկ շրջանավարտներին եւ հյուրերին։ Շիրակացու ճեմարանի առողջության կենտրոնը ստեղծվել է Շիրակացու ճեմարանի համայնքի ֆիզիկական եւ հոգեկան բարեկեցության ապահովման նպատակով։ Այն կտրամադրի ինչպես առաջին բուժօգնություն, այնպես էլ հոգեբանական աջակցություն, ստեղծելով ավելի առողջ, հոգատար եւ անվտանգ կրթական միջավայր։ Կենտրոնի հիմնադրումը հնարավոր է դարձել Շիրակացու ճեմարանի բարեկամ Տաշիր բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանի աջակցությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս, Աստված միջնապատկացների ծառայակից երկուս մտել ցանկանում։ Շնորհավորում եմ բոլորիս։ Կենտրոնի մեթոդական մասը մշակվել է Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արաբ Աբլոյանի կողմից, ով իր ողջույնի խոսքում կարևորեց նման կենտրոնի առկայությունը ժամանակակից դպրոցներում։ Ոչ թե մենք հիվանդի բուժելու կենտրոն ենք ուզում ստեղծենք, մեր ամբողջ գաղափարախոսությունը առողջությունը պահպանելն է։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ մենք ձգտենք առողջ պահենք, ունենանք որոշ դեպքեր, երբ որ երեխաները կհիվանդանան։ Երբ որ երեխաները կհիվանդանան, մենք պետք է կարողանանք պահպանենք բոլոր պայմանները, որ նրանք մեկը մյուսին այդ հիվանդությունը չփոխանցեն։ Եվ նման կառույց ես կարող եմ ձեզ վստահեցնել, Հայաստանի որևիցե դպրոց չունի։ Ունեն իհարկե բժշկական կետեր, բժշկական բաներ, ծառայություններ, բայց այդ գաղափարախոսությամբ, որ եթե երեխան սուր հիվանդություն ունի եւ առանձին դրնով, առանձին սենյակ մտնի եւ նամվի միջև որ ծնողը գա միջև հաստատեն վիճակը ինչպես շարունակել եւ այլն, ոչ մի տեղ նման պայմաններ չկա։ Դրա համար ուզում եմ նախ եւ առաջ հատուկ շնորհակալություն հայտնեմ տնօրինությանը եւ պարոն Արիխանյանին, որովհետեւ եթե չլիներ իրեն այս գաղափարները, ոչ Վահեն Կարապետյան, ոչ էլ ես մենք չէինք կարող ճանել։ Բացման արարողության ընթացքում ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, առանձնահատուկ կարևորելով Վահե Կարապետյանի եւ Արաբ Աբլոյանի ներդրումը այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Նա ընդգծեց, որ առողջության կենտրոնը մի նոր քայլ է դեպի ճեմարանի կրթական եւ դաստիարակչական ավելի լավ միջավայր, մի տարածք, որտեղ առողջությունը եւ հոգատարությունը կլինեն առաջին տեղում։ Այսօրվա օրը այդքան ես կարևոր համարում, որովհետեւ սա սովորական բուժկետ չի լինել։ Մեր այս հրաշալի կառույցը կոչվելու է առողջության կենտրոն։ Տեսեք, ոչ թե առողջապահության, այլ առողջության կենտրոն։ Եվ այս բառերի մեջ դրված է ամենակարևոր մեր տեսլականը, հին հայերենով կոնցեպցիան ամենակարևոր։ Մենք ուզում ենք, որ այստեղ ոչ թե երեխաները գան բուժվելու համար, պետք է իհարկե դա լինի, յոդկա քսելու եւ այլն տարբեր խնդիրներ կա անպայման։ Այստեղ մենք ուզում ենք, որ սա դառնա փարոսը, այն օղակը, այն կառույցը, որը դրդելու է, ուղղորդելու է եւ երեխաներին սովորեցնելու է առողջ լինել։ Առողջության կենտրոնը դա է ամենակարևոր։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին հավատալու եւ իրենց գործով ներդրում ունենալու համար։ Բացման արարողության ընթացքում հյուրերն ու մասնակիցները ծանոթացան կենտրոնի ներքին հագեցվածությանը, ծառայություններին եւ քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները։ Շիրակացու ճեմարանը վստահ է, որ այս կարևոր կենտրոնը կծառայի որպես շարունակական աջակցության եւ առողջության պահպանման կարևոր հենակետ, ինչպես սաների, այնպես էլ ամբողջ համայնքի համար։